Քիչ առաջ բժիշկները դժգոհում էին, որ այս ամիս 19,000 դրամ աշխատավարձ են ստացել, թոշակառուները իրենց դժգոհությունը ունեն թոշակի ցածր լինելու հետ կապված, նշում են, որ անգամ դեղ չեն կարողանում գնել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եւ նրա թիմակիցները մեծ պարգևավճարներ ստացան, արդյոք սա է այն սոցիալական արդարությունը, որի մասին խոսվում էր հաճախ եւ ինչի համար եկան իշխանության Նիկոլ Փաշինյանը։ Դա իհարկե սոցիալական արդարություն չի, ու սոցիալական արդարություն դա պատրանք է, եթե ոչ մարդիկ են ուզում ձգտեն ինչ-որ մի բարելավման, ոչ էլ պետությանը ընդհանրապես հեչ վեճին չէ, պարգևավճարները ընդհանրապես ծիծաղելու են։ Ինչ են արել այդ մարդիկ այդ պարլամենտում եւ այդ դեպուտատները եւ այդ մինիստրները դենց քրնաջան աշխատանք են տարել։ Երևի տալիս է որ չլափեն, էլի, ասում են լավ, վեսի եկալ եք, գոնե կաշառք մի եկալ եք, էլի։ Բայց դա մեկը քիչ է։ Երբ ասում եք մինիստրները քրտնաջան աշխատանք են կատարել, երբ իրենց են հարցնում, իրենք ասում են, որ այո, իրենց աշխատանքի համեմատ պետք է ստանան եւ նույնիսկ դա քիչ է։ Մինիստր դառնալը դա մեծ փորձ ունենալու հետևանքով ինքը գնում կամաց դառնում առաջ է գնում։ Ստե երկու օրվա մեջ բարմենները դա առնում են մինիստր ինչ որ անկապ նայում ես խոսքի ինչու էլի դու ստե ինչ գործ ունես։ Իրենք պատասխան ունեն, հետո իրենց բերելին նշում են ժողովուրդը։ Լուրջ եք ասում են մեր երրորդ պրեզիդենտը ասաց «Յա իրոք» ով ժողովուրդը ես օրենք իրաց չեմ բերել։ Խոսքի ես օրենք իմանայի որ սենսա եւի կալենդարի 18 թվին կանջտ է էլի։ Էս պետք է լիներ էս ամեն ինչ։ Բժիշկները խոսքի թոշակառուները մարդը սաղքյան աշխատել է, հա սովետի վրա աշխատել է։ Հետո աշխատել է, սպասել է ինչ որ մի բան։ Դուք օգտվում եք այս համընդհանուր ապահովագրական ծրագրից։ Չէ։ Շահառու չեք։ Շահառու չեմ ու չեմ մտածում որ դա ինչ որ կաշխատի, որտեղ դա գլխից որ պետություն նորմալ չի սիստեմա։ Իրենք կարան անալիզը վեկալ են, ասեն հոպ բրծավ քո ստրախով կենապեր։ Դες չի որ միջև վերջ սաղ պետք է ապահովի, հա, աշներից սարել է, մեզ լավություն անեն։ Չկա տես բան։ Մարդիկ պատրանքներ են ստեղծել, հավասարություն, արդարություն, ինչ որ ժողովրդավոր դա միֆ է։ Ընդհանրապես դեմոկրատիան, որ մենք հիմա ասում ենք, ժողովրդավարություն, դեմոկրատները չստիպեցին Սոկրատին դեղը խմի մեռնի։ Դեմոկրատիան դա պատրանք է, դա դեմոկրատիան դա այդ критичность мышления սպանում է։ Մենք հիվանդանալուց մենք չենք ընտրում լավ բժիշկի, մենք քվեարկում ենք լավ բուժման համար։ Հասկանում եք լոգիկան ինչի մեջ։ Մենք չենք գնում խելքի հետևից, մենք գնում ենք ռեյտինգի հետևից։ Վայ, սրա բալերը շատ է, այդքան իր հետևից։ Դա բանի պոպուլիզմի հետևանք չի, հիմիկվա թոշակառուի վիճակը, հիմիկվա աշխատողի վիճակը, հիմիկվա այս ամեն ինչի վիճակը, ինչ պարգևավճար։ Ինչ եք դուք արել։ Գալիս եք իշխանություն, եկեք։ Բայց ոչ մի բան մի արեք, խնդրում եմ։ Ոչ մի բան մի ձեռնարկեք, sense գնացեք, բայց ոչ մի օրենք մի ընդունեք։ Ինչ անում եք ժողովրդի դեմ աստացում։ Մի անգամ այս 91 թվից, ինչ 91 թվից, նժդեի մեռնելուց հետո Հայաստանում, Սովետում թե ով ինչ արել է ժողովրդի դեմ ադուսեք։